Վերլուծելով աշխարհաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրների որդեգրած ռազմատենչ քաղաքականությունը, տրամաբանական է, որ պետք է զարգացնել անձնակազմի գիտելիքների մակարդակը, գնել կամ ստեղծել նորագույն սպառազինություն և միշտ լինել պատրաստ իրադրության բոլոր հնարավոր զարգացումներին։ Անձնակազմի բարձր պատրաստականության ապահովումն առանձին ստորաբաժանումներից մինչև վերին հրամանատարական կազմ, նյութական և ֆինանսական ծախսերի նվազեցմամբ հանդիսանում է արդիական խնդիր զորքերի պատրաստման և ղեկավար մարմինների համար։ Ուստի առաջարկում ենք ՀՀ բանակաշինության գործում նոր տեխնոլոգիա, որը ուղղված է անձնակազմի գիտելիքների և պատրաստականության աստիճանի բարձրացմանը։ Համարելով թիրախային կետեր, զորքերի ներկայիս ուսումնական համակարգում կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, կատարելագործել զորքերի պատրաստվածությունը, որը կբերի պատրաստականության մակարդակի բարձրացմանը իրական մարտի դաշտում, համադրել ունեցած փորձը և նոր տեխնոլոգիաները հասնել առավելության պայմանական հակառակորդի նկատմամբ։ Ներկայացնում ենք Լինա համակարգը՝ լիակատար իմիտացիա նավիգացիոն առանցքում, անհատական քարտեզագծություն, եռաչափ վիզուալացում, արհեստական ինտելեկտի ստեղծում և կիրառում, ավտոմատ կառավարման համակարգի ծրագրային հիմնովի թարմացում, զորամասի ներքին ցանցային հրամանատարաշտաբային զորավարժանքների նոր հարթակ։ Լինա համակարգի գլխավոր նպատակը ժամանակի կրճատումն է, առաջադրանքի ստեղծման, առաջադրանքի պարզաբանման, իրադրության գնահատման, որոշում ընդունելու, ինչպես նաև կատարման համար անհրաժեշտ նախապայմաններն են. զինված ուժերի թվայնացված կենտրոնական տեղեկատվական բազայի ստեղծում, որը իր մեջ ներառելու է տարածաշրջանի քարտեզների արխիվ, սպառազինության մարտավարատակտիկական բնութագրեր, եղանակային և կլիմայական փոփոխության տվյալների ներմուծման հնարավորություն, գնահատման նորմացույցային աղյուսակներ։ Կիրառելով քարտեզագծության նորագույն մեթոդներ, անհամեմատ արագանում է քարտեզ գծելու տեխնիկական մասը, որին նպաստում են շաբլոնների օգտագործումը և տվյալների հեշտ անցկացման մեթոդները։ Իսկ հրամանատարը որոշում կայացնելու ժամանակ օգտագործում է բազայի լայն հնարավորությունները։ Մարտադաշտի ճշգրիտ եռաչափ վիզուալիզացիա համապատասխան տոպոգրաֆիկ իրական քարտեզի հետ։ Տարածաշրջանի եռաչափ վիզուալացումը թույլ է տալիս իրական մարտի դաշտի տեղազննումը կատարել առավել մանրակրկիտ և հաշվի առնել բոլոր գործոնները։ Հետախուզական և օպերատիվ տվյալների վայրկենական անցկացում տարածաշրջանի քարտեզի վրա։ Լինա ծրագիրը հնարավորություն է տալիս ինֆորմացիայի ավտոմատ ներմուծման ճկուն համակարգ, ինչպես սիմուլյացիոն սցենարների ժամանակ, այնպես և համապատասխան սարքավորումների առկայության դեպքում, զորատեսակների և ծառայությունների հասանելի տեղեկությունների տարանջատում և երկկողմանի փոփոխության հնարավորություն, որը հրամանատար շտաբ առաջարկություն հրաման գործընթացը արագացնում և հեշտացնում է։ Արհեստական ինտելեկտի համակարգ, որը ձևավորվում է թվայնացված բազայի ինֆորմացիայի շնորհիվ, հաշվի առնվում տարածքի անցանելիությունը, թիրախների տեսանելիությունը և եղանակային առանձնահատկությունները, այնուհետև հրամանատարին առաջարկում է խնդրի ալտերնատիվ լուծումներ։ Մարտական գործողության իմիտացիա, մոնիտորինգ և անմիջական միջամտություն։ Հրամանատարաշտաբային զորավարժության սցենարը կազմվում է երկու կողմերի իրական հնարավորությունների սահմաններում և գտնվում է շտաբերի կառավարման տակ, որը դիտարկվում է երկու կողմերի հրամանատարների աշխատանքային էկրաններին։ Գտնվելով տարբեր սենյակներում, կողմերը տիրապետում են հակառակորդի վերաբերյալ ինֆորմացիայի այն մասին, որը տրամադրվում է գլխավոր շտաբի կողմից հետախուզական և օպերատիվ տվյալների վերլուծության արդյունքում։ Շտաբերը հնարավորություն ունեն հետևելու վիրտուալ մարտի ընթացքին իրական ժամանակում և անմիջական միջամտություն կատարեն իրականացվող գործողություններին։ Հրամանատարաշտաբային զորավարժության սիմուլյացիայի ընթացքը կազմավորվում է մարտավարական նորմատիվներից և սպառազինության մարտավարատակտիկական հնարավորություններից ելնելով։ Արդյունքների ամփոփումը թույլ է տալիս վերլուծել շտաբերի աշխատանքը և հրամանատարների գործողությունները, կատարել համապատասխան եզրակացություններ։
Զորախաղեր, զորատեսակների և ծառայությունների հասանելի տեղեկությունների տարանջատում, իմիտացիոն սցենարների ստեղծում և մշակում, փոխգործակցություն, ենթակա, տրված, աջակցող և հարևան ստորաբաժանումների միջև, հրամանատարաշտաբային մարզումների կազմակերպում և անցկացում։ Անձնակազմի վերապատրաստում և ուսուցում, ուսուցողական ծրագրային հավելվածների ստեղծում, պայմանական նշանների թեստավորում, անհատական քարտեզագծության թեստավորում, ծրագրի հետ ծանուցում, դասավանդում, կիրառում, սպայական և կադետական անձնակազմի նոր քննական և ատեստավորման համակարգի ստեղծում։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս բարձրացնել զինված ուժերի հնարավորությունները մի քանի անգամ, տեղափոխելով մարդը այլ հարթության վրա։ Հետախուզության, կապի, նավիգացիոն զորատեսակների փոխգործակցության նորագույն մեթոդները որոշիչ գործոն են հանդիսանում մարտի ելքի համար։ Լինան հիմք է հանդիսանում զորքերի ինտերակտիվ կառավարման համակարգի ստեղծմանը։